Հայականավոր լեզվաբան ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակի կառուցման 100-ամյակը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում։ Որոշումն ընդունվել է Սամարղանդում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում։ 1998 թվականից այդ օրացույցում ընդգրկվել է մեր երկրի ներկայացրած 31 հոբելյանական տարեթիվ։ Նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է Սիմֆոնիկ Մանսուրյան կինոերաժշտություն համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդիսատեսի կողմից սիրված այս նախագիծը պարբերաբար ներկայացնում է։ Դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ նվագախումբը կատարել է Կտոր երկինք, Ճերմականուրջներ, Հին օրերի երգը և մյուս ֆիլմերում հնչող երաժշտությունը, որոնց հեղինակը Մանսուրյանն է։ Հնչել են նաև թատերական ներկայացումների համար գրված Մանսուրյանի ստեղծագործությունները։ Քսաներորդ դարի առաջին կեսին ֆրանսիական մշակութային միջավայրում է ձևավորվել հայ կերպարվեստի կարևոր դեմքերից մեկի՝ Հովհաննես Ժան Ալխազյանի արվեստը։ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Հովհաննես Ալխազյան «Վանից Փարիզ» ցուցահանդեսը։ Ցուցադրությունում ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերից ընտրված շուրջ 120 գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ, որոնք բացահայտում են Ալխազյանի արվեստի ամբողջական ու հարուստ պատկերը։ Չեմ կարողացել հորինել ավելի զարմանալի բան, քան իրականությունն է, մի առիթով ասել է մոգական ռեալիզմի նահապետ Գաբրիել Գարսիա Մարկեսը։ Հակոբ Արոնյանի անվան թատրոնի Երվանդ Ղազանջյան սրահում ներկայացվել է հակասական բարդ և վառ կերպարներով, հույզերով և կրքերով հագեցած Մահապատժի քրոնիկներ ներկայացումը։ Սամսոն Մովսեսյանն այն բեմադրել է ըստ Մարկեսի հայտարարված սպանության քրոնիկոն վիպակի։ Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 10-ին ներկայացրել է համերգ, որը նվիրված էր հայ նշանավոր դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Զավեն Վարդանյանի 80-ամյակին։ Համերգը մեկնարկել է Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությամբ, որպես մենակատար հանդես է եկել հանրահայտ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը։ Երկրորդ բաժնում նվագախումբը կատարել է Ֆելիքս Մենդելսոնի և Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի ստեղծագործություններից։ Համերգը ղեկավարել է գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը։ Օպերայի և բալետի ազգային թատրոնում նոյեմբերի 17-ին տեղի կունենա Ռուսաստանաբնակ հայ ազգի դաշնակահար Իլյա Պապոյանի մենահամերգը։ Իլյան ծնվել է Սանկտ Պետերբուրգում, սովորել է Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի միջնակարգ հատուկ երաժշտական դպրոցում ու պետական կոնսերվատորիայում։ Միջազգային մրցույթների դափնեկիր է, հաջողությամբ հանդես է գալիս տարբեր երկրներում։ Հայաստանյան հանդիսատեսին Իլյա Պապոյանը կներկայացնի Բեթհովենի և Ռախմանինովի ստեղծագործություններից։ Նոյեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի անվանի դիրիժոր Կիրիլ Կարաբիցը։ Նա հանդես է գալիս աշխարհի առաջատար նվագախմբերի հետ, ներկայանում է համարձակ նախագծերով։ Ծրագրում ներառված է Թոմաս Դեր Հարթմանի սյուիտը, Ալվան Ծաղիկը բալետից, Մոցարտի Դաշնամուրի կոնցերտը և Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան։
Նոյեմբերի 28-ին Արնո Բաբաջանյան համերգասրահում ելույթ կունենա նյույորքյան ջազի վառ ներկայացուցիչ Զայիդ Նեսերը, ճանաչված սաքսոֆոնահարին կմիանա Կարեն Գրիգորյանի ջազ եռյակը։ Համերգը կազմակերպել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։ Էի պարոնները կանջարեք թափառական աշուղին, սիրուն տիկնայք ջահել տղերք լավ ուշ տրեք իմ խաղի։ Շունչ թատրոնը նոյեմբերի 26-ին ազգային տիկնիկային թատրոնի բեմում կներկայացնի Հովհաննես Թումանյանի Թմկաբերդի առումը։ Գործը բեմադրել են Սարգիս Շողունցը եւ խորեոգրաֆ Անդրանիկ Միքայելյանը։ Ստեղծագործական թիմի համար այն պարզապես ներկայացում չէ, այլ արմատներին վերադառնալու պատմության հերոսական էջերը նոր սերնդին փոխանցելու ցանկություն։ Ներկայացումը նախատեսված է թե մեծահասակների, թե երեխաների համար։ Դողում թմկածորերը, կանգնած է թաթուլ շահին հանդիմա, զարկում են, զարկվում դուշման զորքեր։ Դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա «Բիսեր լավագույն գլուխգործոցները վիրտուոզ ջութակահարի կատարմամբ» խորագրով համերգով։ Երեկոյի մենակատարն է Գինեսի ռեկորդակիր եւ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ ջութակահար Նիկոլայ Մադոյանը։ Երեկոյի ընթացքում նվագախումբը կներկայացնի Արամ Խաչատրյանի, Վիվալդի, Պագանինի, Չայկովսկու, Ռախմանինովի, Ռոսսինի, Սեն-Սանսի եւ այլ մեծանուն կոմպոզիտորների գլուխգործոցները իսպանացի դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսի ղեկավարությամբ։